Առաջին անգամ ընտրապայքարի մեջ մտած Միասնության թևեր կուսակցությունն այսօր Շիրակի մարզում էր քարոզարշավ անցկացնում։ Վարչապետի թեկնածուն նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը չէր միացել թիմակիցներին։ Ընտրացուցակի երկրորդ համարը պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Դավիթ Անանյանն էր ընտրողներին հորդորում իշխանափոխություն անել։ Մենք բոլորս պետք է իշխանափոխություն ձգտենք, որովհետև պետք է ազգային ուժեր կա, որովհետև այսօրվա մեր իշխանությունն է, այսօրվա վարչապետը ինքը մեր հայկական շահերը չի սպասան։ Նիկոլ Փաշինյանի համակիր արտիքցի մի տղամարդ Արման Թաթոյանին մեջ բերեմ Կլաուզիայի մեջ մեղադրեց։ Խոսացել է, դու չես լսել են մարդը մեղք ունի, որ դու չես լսել։ Կլաուզիան ով է։ Հաստատ 300,000 կլաուզա չի անում, այդ ծրագիրը կա։ 300,000 նամակ Ադրբեջան ծախս։ Այն որ ասես կլաուզա անում, կարաս դրա պատասխանը տաս։ Ինքը քո պատասխանը կտա, կարաս։ Որովհետեւ Թուրքիան չգանի, պատասխան։ Դու գնա Նիկոլին ընտրի, տենան գա թե չկա։ Անդրեև դիշտինը, բաշակցերը, բարձրը, ճապները, այս բանի դերերը կանած։ Քեզելի ախպեր ջան ու Նիկոլը, քեզելի, նորմալ է։ Ավելի ուշ Դավիթ Անանյանն Ազատության հետ զրույցում անդրադարձավ արտիքցու պնդումներին։ Մենք ոչ թե կլաուզա ենք անում բնականաբար, այլ բացահայտում ենք Ադրբեջանի պլանները։ Մենք գիտենք, որ այո, դա պետական ծրագիր է եւ իրականացվում է համանուն հասարակական կազմակերպության գործարկմամբ։ Դա հստակ պետական ծրագիր է, որ իրականացվելու է այս իշխանությունների ընտրության պարագայում։ Պաշտոնական Բաքուն նախորդող տարիներին բազմիցս ամենաբարձր նախագահի մակարդակով է խոսել Հայաստան-ադրբեջանցիների վերադարձի պահանջի մասին։ Անցած դեկտեմբերին Իլհամ Ալիևն անգամ ասել էր, թե պետք է ակտիվացնել նրանց վերադարձի ուղղությամբ ջանքերը։ Հայաստանի իշխանությունները ներքաղաքական բանավեճի առիթ դարձած 300,000 ադրբեջանցիների վերադարձի մասին ընդդիմախոսների հայտարարությունները սուտ են որակում։ Չնայած Բաքվի ուղիղ պահանջին արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսօր մեծագույն սրիկայություն է անվանել այս խոսակցությունները։ Ասել, որ Հայաստանի կառավարությունը նախատեսում է 300,000 ադրբեջանցի բերել եւ բնակեցնել Հայաստանում, մեծագույն սրիկայություն է։ Սրիկայություն։ Այսքան ասում ենք, որ դա սուտ է, դա հիմա եւ եթե այդքան սուտը լսելուց որ մենք ասում ենք դա սուտ է, դա հնարավոր չի եւ դա չի համապատասխանում իրականությանը, դա լսելուց հետո շարունակել կրկնել ուղղակի սրիկայություն է։ Իրենց սուտ լուրեր տարածելու մեջ մեղադրող իշխանություններին Միասնության թևերի ներկայացուցիչը հակադարձում է, թե իրենք օրինակներ ունեն։ Եվ այդ քարոզչությունը, որ իրենք ասում են սուտ է, մենք դեպքեր ենք չէ ունեցել, որ մենք բացահայտել ենք նրանց կողմից արբանյակային լուսանկարներով բացահայտել ենք առաջ խաղացումը, նրանք ասում են սուտ է։ Այսինքն այն ինչ որ մենք ներկայացնում ենք որպես ապացույցներ, դրանք իրենք ներկայացնում են որպես սուտ։ Քաղաքական այսուժը կարևորում է նաև ապրիլյան քառօրյա եւ հատկապես 44-օրյա պատերազմների վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողովի զեկույցների հրապարակումը։ Այդ երկու զեկույցներն էլ Փաշինյանի կառավարման շրջանում են կազմվել ու չեն հանրայնացվել։ Անանյանն ասում է, հասարակությունը պետք է իմանա, ով է մեղավոր եւ ինչն էր պարտության պատճառը։ Այն ինչ որ մենք հիմա պետք է անենք պարտությունից 6 տարի հետո, մենք սա պետք է անենք պարտությունից անմիջապես հետո։ Բայց քանի որ այսօրվա իշխանությունները վերարտադրվելու կենսական ու այդպիսի պահանջ ունեին, չէ, իրենք ամեն ինչ արեցին, որպեսզի կոծկեն եւ աստիճանաբար իրենց մեղքը բարթեն միայն բանակի վրա։ Այնինչ բանակի մեղքը ստեղ երկրորդական, երրորդական է։ Կան բարձրաստիճան պաշտոնյաներ բանակի գեներալից, որոնք ունեն իրենց մեղքերը, հավանաբար կլինեն, բայց այստեղ կա քաղաքական հստակ մեղք եւ պարտականություն, որը այսօր իրենք գցում են բանակի վրա։ Քաղաքական այսուժը բացառում է ՔՊ-ի հետ համագործակցությունը, էլի կարմիր գծեր ունեն ընդդիմադիրների հետ համագործակցության հարցում։ Մենք ասում ենք, որ ընդդիմադիր ուժերի հետ կլինի համագործակցություն, այո կլինի, բայց այդ համագործակցություն շրջանակներում կամ այդ համագործակցության արդյունքում այնպես չի լինի, որ օրինակ երկրորդ նախագահը կդառնա երկրի վարչապետ։ Մենք կհամագործակցենք Հայաստան Դաշինքի հետ, այո կհամագործակցենք, բայց այդ համագործակցության արդյունքում ինքը չի կարող լինել երկրի վարչապետ։ Սա էլ է կարմիր գիծ։ Միասնության թևերը հայտարարում է, որ իրենց առաջնային խնդիրը այսօրվա իշխանություններին իշխանազրկելն է։